Բանա Ռոբերտ Քոչարյանը խոսեց, հենց որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է շներ ունի, վարժեցրած շներ ունի Նիկոլը, իմիջիալոց այս շները, ես ասեմ Նիկոլ, այդքան մի վստահի այս շներին, այդքան մի անարա, Սյոպա Սաֆարյաններ, Արման Բաբաջանյաններ, ես կար ժամանակ, որ շատ բան էի անում, այսպես այն մարդկանց, որ ընդդիմության մեջ են բան, ասում էի ժառանգության այսպես մի վարվեք, Սյոպա Սաֆարյանի հետ այսպես մի վարվեք, կամ թույլ տվեք, մի օր ծիծաղեցին ինձ վրա, ասեցին, որ ծրարներով ոնց են փոխանցում, ինչ կատարում ընդդիմադիր մի շարք գործիչների, էլ Արման Բաբաջանյանի մասին չեմ ասում, Միքայել Մինասյանի ականջկանչի, հարցրեք ձեզ այնքան բան կպատմի, էլ Վովա Գասպարյանի մասին չեմ ասում, թե սա ում շունն է եղել, իրա տերերը կասեն, թե ինչպիսի շուն է եղել, Նիկոլ, ես չգիտեմ դու ամբողջությամբ տիրապետում ես թե չէ, բայց Արման Բաբաջանյան շան մասին, թե ինքը ընդհանրապես ինչ շնային ծառայություններ է մատուցում, մի հատ հարցրու Միքայել Մինասյանը քեզ մանրամասն գրագետ մարդ է, ինքը տեկետերով կգրի, թե ինչպիսի շունա է ծառայողա։ Այդ չեմ ասում Վովա Գասպարյանի մասին, իր ոճով քեզ կպատմի։ Չնայած Վովա Գասպարյանը ինչ տեղանում լավ ա եղել, որտեղ Վովա Գասպարյանը այդ բանը, այս ամեն ինչի նպաստողներից մեկն է եղել ու պատասխանատուներից մեկն է եղել ու թույլ ա տվել, ես չգիտեմ ում հրամանով ինչով, որ սրանք գան բան իշխանության։ Ինչա հաչում, տեսեք ինչա հաչում սա։ Սրանք սա ընկնավորված է։ Գիտեք, ես կարծում ինչ որ մարդիկ կան, որ օրինակ մի վարքյան կասկած չունեմ։ Ես գիտեմ, որ ոչ մի կադր չկա, որտեղ որ Ալիևը համարձակվում է նայել Ռոբերտ Քոչարյանի դեմքին։ Կարծեմ էս Իվան նաև չկա Սերժ Սարգսյանի հետ կապված, բայց հատկապես Ռոբերտ Քոչարյանի հետ կապված եւ հայրը եւ որդին, որտեղ գենետիկ վախ ունեին։ Հիմա փաստորեն այնպես է ստացվել, որ մեզ ստորացնող, գրավող, Նիկոլի ստորացնող, մեր հայրենիքը վերցնող, մեզ բանը 10,000 այսպես զոհեր տող, չգիտեմ ինչ անում մեզ, չեմ ուզում ուղղակի այդ ամեն ինչը կրկնել։ Այս մարդը, որ հիմա այսպես ակլորացել է, հպարտ քայլում է, բոյը առած 2 մետր այդ հայվանը, Ալիևը, հիշում եք, չէ՞ ինչ կուրկուր էր դարձել, ինչ կուրկուր էր Ռոբերտ Քոչարյանի մոտ, հիշում եք։ Չեք հիշում։ Եթե չեք հիշում այդ կադրերը նայեք։ Հիմա ես վստահ եմ ուղղակի, որ այս մեկ Ալիևն է սարսափում, հենց Ռոբերտ Քոչարյանը խոսում է բանա, եւ մեկ էլ այս շները։ Հենց Ռոբերտ Քոչարյանը խոսում է, հո, սկսում է հաչալ։ Ասենք այս անը Արմանը սկսում է հաչալ։ Հիմա տեսեք ինչ է հաչում եւ ինչ ասում։ Կամ մենք կոչնչացնենք այս պարազիտներին, կամ նրանք կվերացնեն մեր պետությունը։ Պարազիտ տեսեք ում մասին է ասում այս տականքը։ Վիժվածք տականք, մորդ վրա գործ գրող վիժվածք, ամբողջ կյանքում ռեկեցիոր, այդ տականք։ Դու ինչ եմ ասում, ինչ ասեմ, վայ են քո ազատողին, ով որ քեզ բանտից ազատեց։ Վայ նրա չգիտեմ ինչը, որ հիմա չի գալի վզիցդ բռնի, որտեվ այնքան փաստեր ունի քո հետ այդ շեղված։ Դու լավ գիտես ինչ շեղված ես ու բոլորը գիտեն։ Ու այդ անձը, որ քեզ կերակրում էր, այդ քո կայքը, այդ քո թերթը, այկա վզիցդ բռնի այդ փաստերը բերի, որտեվ ինքը պատասխանատու է, որ քո նման շունը Հայաստանում գործել է ու հիմա էլ երկիր ազատագրող նախագահի հասցեին հաչում ես, հետո դրանից հետո էլ հաչում է, դες Ստյոպայի ձայնը ավելի ցածր բան է, 10 տարի ազգային մեզ հայեր ասող նախագահ ենք ունեցել, որ մեր մասին խոսում է երրորդ դեմքով, այ ոչիլ, առաջին դեմքով իբրև թե խոսող, այդ քո ծոցը առած, այդ Նիկոլը Ինչ արեց այս հայ ժողովրդի գլխին, ինչ արեց Արցախի գլխին։ Էսում ես ասում, ասենք Արցախը ազատագրող մարդուն ես ասում, թե որ լավ հիմնարար բացատրեց։ Ռոբերտ Քոչարյանը շատ մանրակրկիտ բացատրեց, որ ոնց է ձեր պաշտպանած Նիկոլը Արցախը ծախել, Արցախը հանձնել։ Դե տալային գալիս է օրինակ, ինչպես ինքը ասելով Արցախը, ես շատ հաճախ եմ սրա մասին ասում, այստեղ էլ են մարդիկ գալիս, մեծ փրթում են, այ պիտի ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ ինչը, Սերժ Սարգսյանը ճանաչեին Արցախի, պետք է ճանաչեին Արցախը, միացումը, չգիտեմ ինչ որ sense խորհուրդներ են տալիս իրանց գլխից մեզ նախ, Արցախի հիմնախնդրի ծանոթ, ես չգիտեմ, մատերի վրա կարելի հաշել, 10-15 մարդ կա, որ խորքային տիրապետում են եւ բան է, մեր հավի ծիծաղն է գալիս, էլի ասենք դուք ավելին քան բանեիք
Արցախը սիրույք ու Արցախյան հիմնախնդրին հետևող ոնց որ Վազգեն Սարգսյանը, հա, կամ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ինչա, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, մեր արտգործնախարարները Օսկանյանը, Նալբանդյանը, ասենք ավելի շատ եք դուք հասկանում, քան թե այս մարտիկ ու այստեղ այդ դրա մասին խոսում է նաև մի քիչ այլ տեսանկյունից, հա, այլ բանի մոտենալը խոսում է Ռոբերտ Քոչարյանը, ասում է ինչա մենք ես չգիտեի Շուշիում, որ գնային, ասենք նախագահ ընտրվելուց հետո այնտեղ դա արարողությունը տեղի ունենա չէին կարող, իհարկե կարող էր, բայց դեբիլ չէր, տհաճ չէր, մտավոր հետամնաց չէր, այս դեգեներատի նման։ Հասկանում էին, որ ինչ ուր կարող է դա տանել, չէին կարող հայտարարել Արցախը Հայաստան է եւ վերջ, թե մենակ այս դեբիլը կարող էր հայտարարել ու տանել Արցախի կործանման, հա? Հետո էլ գնար, ճիշտ է ասում Ռոբերտ Քոչարյանը, եւ այդտեղ դրվեց Պրահայի այդ բանի ստորագրելու հարցը, որ գնաց այնտեղ հրաժարվեց։ Իմիջայլոց, այս շները, որ շատ ակտիվանում են, Ստյոպա Սաֆարյանները, բանից, արև մտամ այդ արժեքների Արման Բաբաջանյանները, երեք շատ ուշագրավ թիվ ներկայացրեց, այն որ դուք ասում եք, ռուսի սապոկ լիզող, գույք պարտքի դիմաց, սենց բաներ եք դուրս տալիս, ձեր նման թերուս դեբիլները կրկնում են այդ նախադասությունները, որտեղ մտածելու ընդունակություն չունեն, շատ հետաքրքիր թվեր ներկայացրեց, այս նույն, բանը, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ուրեմն Ռուսաստանի հետ արտաքին առևտրային շրջանառությունը եղել է 22%, բայց Եվրոպայի հետ եղել է 25%, հետաքրքիր թիվ է, չէ՞։ Արևմուտքի հետ եղել է 25%, հետաքրքիր թիվ է, չէ՞։ Հիմա այն որ իբր թե լիզող չեք, այն որ ռուսի ոտը պիտի այստեղից հանեք, շուտ հանեք այստեղից ճանապարհեք։ Գիտեք ինչքան է հիմա կազմում։ 66-ից 70% Ռուսաստանի հետ։ Դե հաչացեք, ունեք պատասխան։ Այդ նույն ձեր գոված արևմուտքի հետ, որ մեր ճանապարհը դեպի արևմուտք է, չգիտեմ ինչ է, գիտեք ինչքան է կազմում, ինչքան է նվազել։ Այն որ դուք ասում եք իբր թե մենք գույք բարտի դիմաց, իբր թե ռուսների հետ, չգիտեմ, ստրկական ինչ հարաբերություններ, իհարկե, դուք բոլորը թուրքի վիժվածք եք, որտեղ դուք բոլորդ ուզում եք ծառայել, որ Հայաստանը չլինի, դուք ուզում եք գնալ Թուրքի, համապատասխան տեղերը լիզեք։ Իմացեք, որ այս նույն ձեր գոված, որ արևմուտքի հետ, չգիտեմ, կազմում ընդամենը 6%, հարց, Նիկոլ Փաշինյանի ժամանակ, ինչքան ներդրում է արել Հայաստանում, ինչ ներդրումներ են անում, այդ ձեր սիրելի, այսօր մոլորեցնում եք, այսօր հայ ժողովրդին մոլորեցնում եք, մենք գնում ենք արևմուտք, մենք գնում ենք, չգիտեմ, բան, ինչ հարաբերությունների, մեր ապագան դեպի արևմուտքն է, մեր ապագան դեպի Եվրոպան է, ինչ ապրանքաշրջը, ինչ ներդրումների մասին է, ինչ հարաբերությունների մասին է խոսքը, որ ինչքան դուք պիտի մոլորեցնեք, եւ այս մոլորեցնելով, հա, փորձեք ասել, որ ռուսը ձեր թշնամին է, ռուսը պատերազմաբեր է, ռուսը եթե պատերազմը չկանգնեցներ, տականք սրիկաներ, եթե Պուտինը չկանգնեցներ, Ադրբեջանն ու Թուրքիան Երևանն էին վերցրել վաղուց, թե ուզում եք ասել այդքան բան չեք հասկանում, թե պիտի չկանգնեցներ միջև են փուլը, միջև ինչքան որ այդ ծրարով փոխանցել էր գումարը, այդ առաջին փուլի հատվածը պիտի այդ ժամանակ հանձներ, թե կատաղած եք, որ ձեր պլանները միանգամից չստացվեց, կեսով ստացեց, միջև տարակ մնացած մասը ծախեցիք, հա, կանգնեցրեց, այդ շրջանները պահեցին, հա, այդ ձեր սրտով չէր, ռուսները հայտնվեցին այնտեղ, ով էր պահում այդ շրջանում, հերիքա մոլորեցնեք, հերիքա խափեք, ու սրիկա տականքներ էցի բան, ձեր այդ հայտարարությունները անեք։ Երկու եւս թեմայի մասին եմ ուզում խոսել, իհարկե ես առիթ ունենալու եմ դեր Արման Բաբաջանյանների, բայց ասում եմ այն տերը, որ քեզ բերել էր, թող գահականջիցդ բռնի տանի շպրտի, որովհետեւ դու աղպես ու Իրանից շատ ոչ մեկ քո հետ կապված ինֆորմացիա չունի, բայց նաեւ Վլադիմիր, ինչ է, Վովա Գասպարյանն էլ կարծեմ խոսելու բան ունի։ Այն որ այն շան մասին դու խոսում ես, այդ շուն դոգի մասին ինչ որ բաներ էիր խոսում, պակաս շունել չի եղել քո համար, դե դու տենց սովոր ես սերաշեղված այլանդակների որպես շուն պահել։ Վովա Գասպարյան, ուշադիր լսի քեզ եմ ասում։ Այս շան հետ կապված պարզաբանում տվեցիր եւ ասեցիր։ Նրա ասածը ասնավանի չի, չգիտեմ ինչ չի։ Գնա, զբաղվի նաեւ քո մյուս շնով, Արման Բաբաջանյանով։ Դու շատ լավ տիրապետում ես ինֆորմացիա, թե Արման Բաբաջանյանը ինչ է իրենից ներկայացնում եւ